Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Առաջին անգամ ինչ որտեղ երբ ինտելեկտուալ հեռուստախաղը եթեր հեռարձակվեց 1975 թվականի սեպտեմբերի 4-ին։ Իհարկե, առաջինային տարբերակում չկային գիտակներ կամ հատուկ ինտելեկտուալ այդ պատրաստվածությունը անցած անձիկ, բայց կային երկու հետաքրքիր ընտանիքներ։ Եվ ահա Իվանովների եւ Կուզնեցովների ընտանիքներով էլ ստեղծվեց այս խաղը։ Անցավ մոտ 3 տասնամյակ, մինչև այս խաղը վերջապես հասավ Հայաստանի Հանրապետություն, եւ ես սիրով ինքս ամեն անգամ, երբ առիթ է լինում ու հնարավորություն, Armenia TV-ի եթերում 2002 թվականից սկսած հետևում եմ ինչ որտեղ երբ հեռուստախաղին։ Ամեն շաբաթօր այս պարագային գիշերը ժամը 12-ին, երբ օրը արդեն փոխվում է կիրակի, մենք ունենք հնարավորություն լրացնելու մեր գիտելիքները եւ հիանալու մեր գիտակներով։ Ես գիտակներից ոմանց ասում եմ բարի երեկո եւ իհարկե բարի գալուստ մեր մարդկային գործոն։ Այսօր խոսքը գնալու է ինչ որտեղ երբ ինտելեկտուալ հեռուստախաղի եւ մասնավորապես նրանց գործող անձանց մասին։ Սիրով ներկայացնում եմ իմ այսօրվա հյուրերին, գոլեգաներին։ Ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղի վարող պրոդյուսեր Կարեն Քոչարյան։ Բարի երեկո եւ բարի գալուստ։ Ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղի գլխավոր խմբագիր Վահան Զաքարյան։ Կրկին բարի գալուստ Վահան։ Բլոգեր Փիղ այս պարագայում ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղի գիտակներ Հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյան։ Ողջույն Տիգրան։ Սիրով ներկայացնում եմ Մարմարե արծվի դափնեկիր հեռուստադիտող տարվա լավագույն հարցի հեղինակ ոչ ավել ոչ պակաս Միսակ Մարկոսյանին։ Բարի երեկո։ Միշտ հաճելի է եւ ոչ միայն ակնահաճո, այլև հաճելի է փաստել այն, որ կան ինտելեկտուալ կանայք եւ նրանք սիրով ներկայացնում են իրենց ինտելեկտը այս խաղում, ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղի գիտակ Լիկա Թումանյան, բարի գալուստ Լիկա, եւ Հայկ Ղազազյան, ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղի գիտակ Մարմարե արծվի կրկնակի դափնեկիր։ Բարի երեկո, բարի գալուստ բոլորի։ Կարեն, ես շատ փոքր էի, երբ հիշում եմ, անունները շատ էին, Բարիս Բուրդայից մինչև կարող եմ շարունակել անվերջ, Դրուզյով ավարտել, հայրիկիս հետ նստած նայում էինք ինչ որտեղ երբ ինտելեկտուալ հեռուստախաղ ռուսերենով եւ ռուսական հեռուստաալիքով։ Գաղափարը երբ ստեղծվեց առաջին անգամ այդ խաղը Հայաստան բերելու, մի քիչ խելահեղ չէր թվում այդ միտքը։ Ես ինքս ձեր նման դպրոցական հասակում ինձ թույլատրվում էր։ Կարեն, դուք ո՞ր թիվ եք։ Ես 67 թիվ եմ։ Որտեւ ես այդքան մեծ չեմ։ Չէ, ես 67 թիվ եմ, ես դպրոցական էի, 4-րդ, 5-րդ դասարանի աշակերտ էի, 77-8 թվականներին։ Ու էլի նույն գիտակներն էին։ Համարյա կային, Բյալկան բանը, Ցարկովը կային այն ժամանակ էլ կային։ Դա միակ հաղորդումն էր, որ ինձ թույլատրված էր դիտել ժամը 10-ից հետո, այն ժամանակ կար Vremya այդ հաղորդումը, այդ ժամանակ ես պետք է պարկած լինեի։ Միայն այդ խաղի պարագայում ինձ թույլատրվում էր նայել խաղը 10-ից հետո երբ 2002 թվականին, ճիշտն ասած շատ պատահական է ստացվել, որովհետև ես անգամ չգիտեմ 2002 թվականին է, չգիտեմ, հետո արդեն ես ինքս սկսեցի զբաղվել, ոնց էր եղել, երբ որ եկել էին, դա Վարաշիլովի մայից հետո էր, այնտեղ կար խնդիր, որ կարող է հանկարծ խաղը պրոբլեմ ունենա, չշարունակվի եւ այլն, եւ ուզում էին տարածեին, ես այդպես հասկանում եմ, այդ թվում նաեւ Հայաստանում, երբ առաջարկ էր եղել Հայաստանից գալ այստեղ անել հեռուստա նախագիծը, այդ ժամանակ Նատալիա Ստեցենկոն, կինը Վարաշիլովի եւ համահեղինակ այդ խաղի, մեծ հաճույքով այն ժամանակ ընդունել էր այդ հրավերը, եկան, փորձեցին, առաջի խաղը նկարահանվել է 2002 թվականի հունվարին։ Եվ խաղում էին միայն Էլտար ակումբի գիտակները 6 հոգի, ընդ որում բավականին լուրջ թիմ էր, կապիտանը Սիդնևն էր, խաղում էին Դրուզյա, Դվինյացինը, Պատաշովը, Ռուբինը եւ Բյալկան։ Ու այդ կազմով իրանք եկել էին, խաղացինք 6 խաղ, 3 խաղ խաղացին 6 սենց այդ գիտակները եւ 3 խաղ մենք խաղը խաղացինք, նստեցին 3 հոգի էլիտար ակումբի գիտակներ եւ 3 հոգի հայ գիտակներ։ Այսպիսի մի թիմ էր, միքս թիմ էր հավաքվում ու 3 ձևավորվում ու 3 խաղ այդպես գնաց։ Հետո ժամանակի ընթացքում արդեն փոխվեց մինչև 2005 թվական մենք խաղում էինք հետևյալ սկզբունքով, որ գալիս էին էլի 6 հոգի, բայց գալիս այստեղ արդեն ձևավորվել էին հայկական թիմեր, պարզապես այդ 6 հոգին էլիտար ակումբի գիտակները նստում էին որպես միայն ավակներ, թիմի ավակներ, այսինքն մի թիմի ավակը գալիս էր այստեղ միանում էր 5 հայ գիտակին։
հետո ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց 4 տարի եւ 2010 թվականին մենք վերականգնեցինք արդեն լրիվ ի ուրախություն բոլորիս, ես կարծում եմ, որովհետեւ այդ խաղը հետագայում նաեւ կարելի ասել դարավ նաեւ ձեր կողմից ինձ թվում է շատ սիրելի, ամենախելացի խաղի կարելի ասել մեծական տարբերակ սկիզբն էր, որովհետև մենք արդեն այդ թվում նաև նույն Տիգրանը, Վահանը մենք արդեն վառվել էինք այդ գաղափարով եւ շարունակում ենք, որովհետև ես փորձելու եմ էլի ինտելեկտուալ հեռուստա նախագծեր փորձել իրականացնել Հայաստանում։ Ես այնքան ուրախ եմ եւ հպարտ եմ, որ դուք ամեն անգամ հանդիսանում եք այդքան լավ նախաձեռնությունների, ոչ միայն բորբոքողը, սկսողը, այլև իրագործողը իրականում, սա շատ կարեւոր է եւ ռուսաց պատմության մեջ կային շատ հայտնի ձայներ, Լևիտանին հիմա չեմ բերում օրինակ, բայց Վարաշիլովի ձայնը, տեմբրը որպես այդպեսին շատ հայտնի ու ազդեցիկ ձայն էր։ Մահից հետո, եթե ես չեմ սխալվում, որոշվեց փոխվել հենց այդ ֆորմատը։ Ձայնի հաղորդավարական։ Չէ, ֆորմատը չեն փոխել ձայնի, պարզապես առաջին խաղերը մահից հետո, որ որոշում էին պետք է շարունակվի թե չէ, այնտեղ հավաքվել էին 70-ական, 80-ական, 90-ական թվականների փաստորեն սերունդները եւ Բարիս Կրյուկը, որը այսօր էլ հաղորդավարն է եւ պրոդյուսերը այդ խաղի, այնտեղ համակարգիչով պարզապես փոխեցին։ Ես հիշում եմ, ես այդ խաղերը հիշում եմ։ Առաջի, եթերաշրջանը։ Հիմա հարցս ուզում եմ բխեցնել նախորդ ասածիցս։ Արդյոք որպես խաղացողներ, Կարենի ձայնը լսելով, դուք արդեն կարողանում եք կենտրոնանալ այնքան, որ գտնեք այդ հարցի պատասխանը կամ նրա այդ ազդեցիկությունը, ասենք, հայ, մի խոսեք կամ չգիտեմ, մի լսեք հուշումները, արդյոք ձայնի այդ ֆենոմենը կա։ Միանշանակ կա, որովհետև մենք էլ բոլորս մեծացել ենք Վարաշիլովի հաղորդման վրա, այդ ձայնը հենց իր ատրիբուտներից մեկն էր, ասացում էր հենց ինչ որտեղ երբի հետ, ու թող Կարենի ներկայությամբ չլինի ասած, բայց դիտարկելով այդ բոլոր հաղորդումները, տարբերակները, ես կարծում եմ Կարենը ամենից մոտ է հենց այդ ժառանգությունը պահպանելու մեջ, նույն ձայնի, նույն այդ ֆորմատի։ Այդ Կարենի շնորհքը չի, դա սուտված է այդ ձայնը։ Այո, բոլոր դեպքերում, այսինքն այդ շարունակականությունը պահպանվում է, իհարկե դա ըստ բավականին կարևոր է։ Շնորհակալություն, Հայկ։ Նույնիսկ երբ որ ընթերցում ես Կարենի Facebook-ան գրառումները, ձայնը զդուսում ես իր ձայնով։ Լավ։ Վերջում միշտ սպասում ես կարող է հարց։ Կարող եք ասել, ինչ հարց եմ հենց հիմա պատրաստվում տալ։ Դուք ունեք մի րոպե ժամանակ, մենք կհանդիպենք կարճատև դադարից հետո։ Ինչ որտեղ երբ ինտելեկտուալ հեռուստախաղի անմիջական մասնակիցներն են այստեղ, մեղավոր բառը այսքան տեղին չի լինի, բայց ասեմ մեղավորները լավ առումով, գանք խմբագրական նյուանսներին։ Հայոց լեզուն, ռուսերենով խաղը եւ մտածողությունը։ Ինչպես է կարողանում հասկանալ այդ հարցը մտնում է այս հաղորդման ֆորմատի մեջ թե ոչ, եւ արդյոք մենք կարողանում ենք, պահպանել այն ռուսականի իմացությունը, որն անհրաժեշտ է այս խաղին մասնակցելու համար։ Մենք ներկայումս կարելի ասել հնարավորություն ունենք յուրաքանչյուր հարց օգտագործելու իր նշանակությամբ։ Արդեն մոտ 2 տարի է, երբ մենք հեռարձակում ենք արդեն խաղեր նաեւ հայերեն լեզվով, եւ դա եղավ հենց այն շրջանում, երբ որ շատացել էին խոսակցությունները ապագա ԵՏՄ-ի հետ կապված, թե ինչպիսին կլինի կյանքը Մաքսային միությունում, մենք գնալով կմերձանանք Ռուսաստանի հետ եւ այլ, եւ այդ ընթացքում մենք որոշում ենք կայացնում, որ պետք է նաեւ յուրաքանչյուր եթերաշրջանում մեր հաղորդումներից երկուսը հեռարձակվի հայերենով։ Դա մենք շատ ենք կարևորում, բնականաբար նաեւ հայերենով այս նախագիծը եթե հեռարձակելը, բայց նաեւ միշտ ընդգծում ենք, որ ինչ որտեղ երբի միջազգային լեզուն ռուսերենն է եւ մեր խնդիրն է նաեւ այնպես անել, որպեսզի մեր գիտակները, հայ գիտակները, մեր ակումբի մասնակիցները հնարավորություն ստանան իրենց ուժերը փորձել նաև դրսում, Մոսկվայում, ինչի ապացույցը նաև այսօր մեզ հետ է Հայկ Ղազազյան, որը եղավ առաջին գիտակը, ով գործուղվեց Երևանյան ակումբից եւ արդեն իր առաջին խաղը իր փայլուն մեկնարկը ունեցավ Մոսկվայում։ Շնորհավորում ենք դրա կապակցությամբ, Հայկ, սիրով ուշի ուշով հետևում էինք, հուզվում էինք, տառապում էինք եւ վերջապես ուրախանում էինք ու հպարտանում։ Իդեպ ավելացնեմ, եթե թույլ տակ Վահանի ասածին, իրոք համաձայն եմ լիովին, որ ռուսերեն լեզուն էլ պահպանելը ունի շատ մեծ կարևորություն, որովհետեւ ցանկացած գիտակ պետք է ձգտի ու վստահ եմ ձգտում է հասնել, միջև այս խաղի բարձրագույն լիգան, որը հանդիսանում է էլիտար ակումբը Մոսկվայի եւ առանց ռուսերենով խաղալու
առանց ռուսերենին տիրապետելուն, դա ուղղակի անհնար է։ Եվ դա մենք պետք է հաշվի առնենք։ Եկեք օբյեկտիվորեն փաստենք նաև մի բան, որ բացի ռուսերենի իմացությունից, խոսքը միայն խոսելու մասին չէ, այլ այն գրականությունը եւ այն գիտելիքները, որ ստացել են եւ ստանում են շատ գիտակներ, իսկապես ուզենք թե ոչ, բայց ռուսերենով է, որովհետեւ ռուսաց գրականությունը շատ ավելի լայնածավալ է եւ ինֆորմացիան էլ ռուսերենով շատ ավելի լայն է, քան դեռևս հայերենով, սակայն Միջայլոց այսօր ես ուզում եմ ասել, որ խաղում է սերունդ, որը 3 լեզու է տիրապետում, հավասարաչափ մեր ասենք նույն Սոնայենց թիմը, Հայկենց թիմը, երիտասարդները 3 լեզվով են գրականությունը ընթերցում։ Անգլալեզու գրականությունը հաճախ բնագրից է նրանք կարդում եւ դա էլ բնականաբար լրացուցիչ կերպով ընդլայնում է իրենց գիտելիքների շրջանակը։ Այսօր սերունդը այնպեսին է, որ հասկացել է, որ առանց լեզվի իմացության անհնար է որևիցե բանի հասնել կյանքում։ Շնորհակալ եմ, Տիգրան, քանի տարի է ինչ խաղում եք, ինչ որտեղ երբ։ 24 91 Տիգրան, թվականից։ ո՞ր թիվ եք։ Այս հարցը այսօր ակտուալ է։ Իմիջիայլոց ես ծնվել եմ նույն տարին, երբ ծնվեց խաղը, այսինքն 2 ամիս շուտ 75 թվականին։ 75 թվականի հուլիսի 3-ին եւ կարող եմ ասել 2 ամսական հասակից հաստատ Դուք եք համոզված եմ, որ ես խաղը դիտել եմ։ Դուք եք երկվորյակ խաղի նման։ Բացի տարբերություն Կարենի, ես ուրիշ ճանապարհով գնացի, ես համոզեցի իմ ծնողներին, որ շատ եմ սիրում ինչ որտեղ երբ հաղորդումը, որովհետեւ ես կարողանամ մինչև այդ հաղորդման ընթացքում ինչ հնարավոր է տեսնել։ Այսինքն ես ասում եմ, որ ես սպասում եմ մինչև այդ հաղորդումը լինի եւ ընթացքում բավականին լավ ֆիլմեր, մուլտֆիլմներ եւ կինոնկարներ էի դիտում։ Ուղղակի ես կուզենայի ավելացնել, որ բացի հեռուստախաղից կա այսբերգի անտեսանելի մասը, հիմնականում դա սպորտային խաղն է, որը իմիջիայլոց Հայաստան եկավ շատ ավելի շուտ, քան հեռուստախաղը, այսինքն առաջի ակումբները այստեղ սկսեցին ձևավորվել 86-87 թվականներին։ Ափսոս, որ տեսախցիկներ չեն եղել այդ խաղերի ընթացքում։ Գիտեք, որոշ նկարահանումներ կան, որոշ նկարներ կան, Գյումրիում էր բավականին ուժեղ ակումբ, 80 պատկերացեք երկրաշարժից հետո նույնիսկ դոմիկներում հավաքվում են եւ այդ խաղը խաղում են։ Երևանում 88-9 թվականից ձևավորվեցին ակումբները եւ թիմերը եւ այսպես շարունակ ներկայապայն կարելի ասել, որ բացի նրանից, որ ինքը սպորտային է, ինքը նաև կարելի ասել մատակարար է հանդիսանում հեռուստախաղի համար եւ բավականին հեշտացվել է այդ պրոցեդուրան ընտրել գիտակներին, որովհետեւ իրենք արդեն եւ խաղն են հասկանում եւ գիտեն ոնց խաղալ եւ նաեւ հեռուստախումբը մեր մոտ բավականին հաճախ հյուր է լինում, որպեսզի տեսնեն ինչ լավ երեխաներ, ուսանողներ, մեծահասակներ կան, որոնց կարելի է հրավիրել հեռուստակասթինգի։ Նշեցիք թիմերի կարևորությունը եւ պետք է փաստել, որ խաղի մեջ կա 2 թիմ՝ գիտակների թիմն է եւ հանդիսատեսի թիմը։ Ահա նստած է այստեղ մարդ, որը կարողացել է ոչ միայն իր հարցերով հաղթել գիտակներին, այլև կարողացել է շահել կարևոր հետաքրքիր մրցանակ։ Միսակ, նախ բարի գալուստ։ Բարև ձեզ։ Այս պարագային դուք Արմենիա հեռուստաընկերությունում արդեն հյուրել չեք, այլ ինչպես ընտանիքի անդամ, քանի որ բազմիցս մասնակցում եք ինչ որտեղ երբ հեռուստախաղին։ Կասեք, երբ սկսվեց ձեր մեջ այդ հետաքրքրությունը եւ ինչպիսի հարցեր եք հիմնականում կարողանում ֆիլտրել։ Ես մինչև 13 տարեկանը բնակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ այն ժամանակ ծնողներիս հետ առաջին, երկրորդ դասարանից արդեն նայում էի ինչ որտեղ երբ է ռուսական խաղը ու ճիշտն ասած այն ժամանակ խաղը ինձ համար լրիվ այլ ընկալում ուներ իմ աչքերում երբ որ տաղավար էր բերվում սևարկղ դա ավելի շատ կախարդանքի կամ գերբնական ուժով ոչտված գիտակներ էին իմ աչքերում ովքեր առանց իմանալու ինչ է սևարկղում կարողանում էին գուշակել պատասխանել հետո նոր ընթացքում հասկացա խաղի բունեությունը սիրեցի այն դարձավ կենսակերպի Բաղադրիչ կարելի ասել։ Ես ուզում եմ ասել, որ հաստատ սևարկղով է հաղթել։ Այո, եւ երևի ենթագիտակցորեն այդ նախապատմությունը ստացվեց այնպես, որ այդ հաղթող հարցս հենց սևարկղի մասին էր։ Դեռ ավելին սևարկղում էլ էր սևարկղ։ Միսակ, ես հիշում եմ սևարկղի հետ կապված ռուսական ինչ որտեղ երբի հարցերից էր հացին վերաբերող հարց։ Լավաշի մասին էր այդ հարցը եւ այն ժամանակ ինձ համար զարմանալի էր թե ինչպես չգիտեն ռուս գիտակները թե որ հացի մասին է խոսքը որը եւ անձեռոցիկ է եւ ափսե է եւ հաց է եւ սփռոց է եւ ծածկոց է եւ ամեն ինչ է եւ նրանք ասել էին բուխանկա դե հիմա բուխանկան հիմա չգիտեմ կհասկանան թե ոչ բայց այդ ֆունկցիաները չուներ ձեր սևարկղային հարցը ո՞րն էր որը ձեզ բերեց հաղթանակ ձևակերպումը մոտավորապես այսպեսին էր թվարկվում է որոշակի դժվար կարողանամ թվարկվում էին որոշակի առարկաներ, ասենք օրինակ 1983 թվականին մեղր եւ քիսա, այսինչ թվականին լոլիկ եւ հայելի, այսինչ թվականին լավաշ, սևարկղում գտնվում է այն, ինչը միավորում է նշված բոլոր առարկաները։
Իսկ պատասխանը հենց սև արկղն էր, որի մեջ ժամանակին այդ առարկաները եղել են խաղերի Հասկացա, թե որ ընթացքում։ սև արկղի մասին է խոսքը։ Մի հատ շատ լավ հարցել արդեն իմ ձայնով ասեմ, եղավ պարզապես այդ խաղը հաղթեցին գիտակները եւ դրա համար հեռուստադիտողը չէր կարող ստանալ մարմարը արծիվ, բայց եթե հեռուստադիտողները հաղթեին, ես համոզված եմ, որ երկրորդ արծիվը կտաներ Միսակը, հարցը այսպիսին էր, հետևյալն էր, որ մեր Մկրտչյանը Միացյալ Նահանգներում Բաղդասար աղբար խաղալուց հետո, հա, դուք մոտենում են նրան ինչ-որ մի ռեժիսոր անվանի Միացյալ Նահանգներում, արդեն ներկայացումից հետո ասում է, գիտեք, դուք այս էպիզոդը այնպես լռեցիք, որ ես լինելով անգլիացի լրիվ հասկացա, որին մեր Մկրտչյանը իրեն հատուկ հումորով պատասխանում է։ Հա, հարցը հետևյալն էր, ինչ է պատասխանել մեր Մկրտչյանը։ Հայկ, մի րոպե ժամանակ։ Ես գիտեմ պատասխանը։ Գիտեն բոլորը պատասխան, իսկ հարցը իրոք հանճարեղ էր, ինչպես եւ մեր Մկրտչյանը միշտ հանճարեղ է եղել, ինքը մեր պատասխանել էր, որ դուք ինձ հասկացաք, որովհետև ես լռեցի անգլերեն։ Ֆենոմենալ պատասխան էր, պետք է նշել, որ Մկրտչյանների գերդաստանը առանձնահատուկ էր հումորային տիպիկությամբ։ Հիմա դուք տղամարդկային տեսանկյունից ձեր բազկաթոռներում հեշտ հանգիստ խոսում եք ինտելեկտից, խոսում եք ինչ որտեղ երբ հեռուստախաղից եւ այլն։ Բայց գաղտնիք չէ, որ կանանց շարքերը համալրել այս խաղում բավականին բարդ բան է, մանավանդ Հայաստանում ու մանավանդ ռուսերենով։ Թեև Լիկայի Պարագային հենց ռուսերենն է առավել հարմարավետ։ Լիկա, խնդրում եմ նախ ասեք, ինչպես դուք խիզախեցիք ներգրավվել այս խաղի մեջ եւ ես շատ եմ տեսել ձեր խաղերը ու ես կոնկրետ ձեր երկրպագուն եմ։ Շնորհակալ եմ Նազենի ջան։ Դե իմ պատմությունն սկսվել է ինչպես եւ բոլորին նայելով, երկրպագելով եւ երբեք չպատկերացնելով, որ երբևէ կհայտնվեմ այդ սեղանի շուրջ։ Իսկ ինչպես խիզախեցի, հանդգնեցի։ Դե ինչպես բոլոր մնացած արկածախնդրությունները կյանքում ուղղակի քայլ ես անում ու ասում ես ինչ կլինի, աչքերս փակում ես, ասում ես գնացի։ Հիմա մի բան հարցնեմ, երբ ես հեռուստաէկրանից այս կողմ նստած եմ, շատ հաճախ ես գուշակում եմ պատասխանները կամ կարողանում եմ դուրս բերել, հա, բանաձևումը։ Սակայն երբ սեղանի շուրջ ես արդեն, դա լրիվ այլ պատկեր է։ Ինչպես եւ ամենախելացի։ Այո, նույն տպավորությունն է։ Երբ որ խաղում ես էկրանից դուրս, երբ որ քո վրա չկա ուշադրություն, երբ որ չկա հաղորդավարի ձայնը, երբ որ չկան նախազգուշական բոլորին լռություն, չկա այդ ամեն ինչը, այո, այդ էլ կա։ Նման արտահայտություն կա բազմոցային մարմարե արծիվ օրինակ, որ մարդիկ նստած են բոլոր հարցերին պատասխանում են, հետո ասում են, բա ոնց կարելի է չպատասխանել, ես 6-ից 6 հարցին էլ պատասխանեցի, իրանք բազմոցային մարմարե արծիվի դափ։ Եթե հիշում եք, Նազեն, ես հենց Facebook-ում գրեցի լրագրողների խաղից հետո ամենախելացի, որ ինչ որ սկսեցին ասել, որ այս հարցին չէին պատասխանում են հարցին, ես պարզապես հրավիրեցի խաղի բոլորին, ով այդքան իրեն խելոք է, ես հրավիրում եմ եւ ինչ որտեղ երբ եւ ամենախելացի հրավիրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են ոնց կարելի է այս հարցին չպատասխանել, իսկ այս հարցին դա էլեմենտար էր եւ այլն եւ այլն։ Մի հատ թողան այդ արագության մեջ են, որ դու կարդում ես, փորձեն մի հատ պատասխանել։ Մենք մի քիչ իհարկե փորձել ենք մեղմել։ Այդ համարձակությունը փորձեցին ու բավականին լավ ստացվեց։ Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք միացան մեր նախաձեռնությանը եւ խաղացին այդ խաղը։ Մի քիչ փորձել էինք մեղմել արագությունը պարոն Աշոտյանի շնորհիվ, որովհետեւ նա ավելի դանդաղ էր կարդում, բայց ինչևէ շնորհակալ եմ բոլորիդ։ Միսակ, ինչ եք կարծում, կարող է լինել մի ժամանակ, երբ դուք ձեր հանդիսատեսի աթոռից հայտնվեք գիտակների աթոռին։ Այդ ժամանակը արդեն եկել էր, անցյալ ժամանակով ասեմ, ես աշխատում եմ ոստիկանությունում եւ արտամրցութային կարգով մենք ոստիկանության թիմով խաղացել ենք մեկ անգամ, հաղթել 6-2 հաշվով։ Տիգրան, անընդհատ բողոքում ենք, որ չկա այն սերունդը, որը որ պետք է գա եւ գնա։ Ես կխնդրեմ խոսեք հենց երիտասարդների մասին, կարող ենք հենց բերել Հայկենց օրինակներ, ես տարիներ է հետևում եմ նրանց խաղին ու տեսնում եմ, թե ինչպես են տարից տարի մեծանում, հասունանում եւ արդեն լրիվ այլ որակական խաղ ներկայացնում։ Գիտեք, սխալ է ասել, որ սերունդ չկա, սերունդ կա, շատ լավ է սերունդ է աճում եւ գիտեք, նաեւ գալիս է մեր երեխաների սերունդն էլ նաեւ այն մարդկանց, ովքեր կարևորում են գիտելիքի, գիրք կարդալու, կրթվելու դերը, այսպես ասեմ, մոտավորապես արդեն 5 տարի 2010 թվականից, հա, եթե արդեն խոսքը գնաց Արմեն Աշոտյանի մասին, կրթության նախարարի
կարող եմ ասել, որ նա նաև լինելով գիտակ, 90-ականներին շատ լավ հասկանում է ինչքանով է կարևոր այս խաղը, ոչ միայն որպես հեռուստախաղ, այլ նաև որպես մի տեղ, որը միավորում է այն մարդկանց, ովքեր ձգտում են դեպի գիտելիքները ու արժեքային համակարգը ձևավորված է մի քիչ այլ ձևի, քան ենթադրենք ընդհանուրին է, այսինքն այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք գիտելիքի արժեքը գիտեն, գիտելիքի գինը գիտեն, հասկանում են ինչքանով է կարևոր, որպեսզի Հայաստանը ճիշտ ներկայացնի իր ինտելեկտը նույն արտասահմանում, նույն հեռուստախաղի հետ կապված Մոսկվայի, ես ասում, որ նույն հարևան հարաբերությունից բավականին մեծ գումարներ են ժամանակին ծախսվել, որպեսզի կարողանան բրենդա փոխեն, հա, եւ շարունակում են։ Իսկ մեզ մոտ ես էլ եմ ասում, վերջի 3-4 տարվա հետևողական աշխատանքի, դա եւ սպորտային շտոկդեկագներ, եւ հեռուստախաղներ, եւ իհարկե խաղացողների շնորհքն էր, որ ի վերջո մենք կարողացանք ունենանք նաեւ Մոսկվայում հեռուստախաղացող Հայկը, որը շատ լավ հանդես եկավ։ Եվ դա ցույց տվեց, որ գիտեք, հայերին շատ են մեղադրում, որ իրենք թիմային աշխատել չգիտեն, բայց ես կարող եմ ասել, որ այնպիսի լավ թիմային աշխատանք է գնացել, իրար օգնելով, իրար փոխօգնելով, որ ի վերջո մենք հերթով հասնում ենք ոչ միայն նպատակներին հեռուստախաղում, այլ նաև սպորտային խաղում, դեռևս ես չեմ հայտարարելու, բայց մյուս տարի մեզ բավականին հաճելի սուրպրիզ է սպասում։ Հուսով եմ, Կարեն ավելացնում եք։ Ես չէ, ուզում եի ասել, որ Հայկը դեռ առաջինն է, բայց վերջինը չէ, ես մեծ հույսեր ունեմ, որ մեր երիտասարդներից դեռ շատերը կգնան։ Առաջին ծիծեռնակը հետևից տանում է մեծ երամը։ Հա, որովհետև ես ասեցի այնպիսի սերունդ է գալիս, նույն որ ասում եք մեծացան։ Կոնկրետ Սոնան Միրզոյան իմ աչքերի առաջ է մեծացել, որովհետև 2010 թվականին Սոնան թիմի ավակ էր դպրոցական։ Այսօր Սոնան արդեն լուրջ երիտասարդներ են իհարկե 19-20 տարեկան, բայց գրեթե եզրափակիչ հաղթած։ Հա, գրեթե եզրափակիչ են դուրս այդ թիմը, արդեն եզրափակիչ է դուրս եկել, ընդ որում պարտվել է շատ դրամատիկ խաղում 6-5 հաշվով, ուզում եմ ասեմ, այդ սերունդը գալիս է ու բավականին լուրջ սերունդ է։ Մի այսպիսի հարց, գիտելիքները կարող է ունենալ ինչ-որ մեկը, սակայն կարող է հարցին ճիշտ եւ տրամաբանորեն չպատասխանել, կա նման բան, թե ոչ։ Կան։ Լավ, որ սկզբունքով են ընտրվում ինչ որտեղ երբ հեռուստախաղի հարցերը եւ արդյոք այդտեղ կապ ունի ինչ որ գիտելիքների շրջանակ, հա, ենթադրենք փաստերը կարող են ներգրավվել որպես հարցեր։ Ցանկացած հարց ծնվում է ինքնին փաստից, բայց միևնույն ժամանակ այդ հարցի պատասխանը գտնելու բանալին պետք է լինի տրամաբանություն։ Բնականաբար հարցերը պետք է ի սկզբանե հիմնված լինեն ինչ-որ գիտելիքի վրա, պարունակեն այդ գիտելիքը, բայց ինչի է նաև այս հաղորդումը թիմային, որպեսզի թիմով մարդիկ կարողանան նաև ճիշտ տրամաբանական ուղղվածությամբ գալ այդ հարցի պատասխանին։ Առաջին եթերաշրջան կամ եթերաշրջան, որ ասում եք, հա, քանի խաղ է այն իր մեջ ներառում եւ քանի թիմ կարող է մասնակցել։ Կանոնները ինչպես են։ Մինչ այժմ, մինչ այս տարի 3 եթերաշրջաններ, այս տարի արդեն 4 եթերաշրջան է, այսինքն գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային, ու ձմեռայինով փակվում է նոր տարվա, իհարկե մեզ մոտ 5 նոր տարվա օրն են գնում եզրափակիչը ձմեռայինի, 8 խաղ է ամեն եթերաշրջանը, որից 2-ը, ինչպես ասեցինք, արդեն արտամրցութային հայերեն լեզվով է հեռարձակվում, իդեպ եթե խոսենք լիգայի մասին, լիգան ոչ միայն գիտակ է, ինքը ավակ է թիմի, որտեղ 5-ն էլ տղամարդիկ են։ Կին ավակ ունենք մենք եւ բավականին լուրջ թիմ է, եւ 5 փաստորեն մրցութային խաղեր եւ 1 եզրափակիչ։ Շնորհակալություն այն երգը, որը ստեղծել են This is a Man's World։ Դա ուղղակի փոփիչ երգ է, որպեսզի տղամարդիկ իրենց վատ չզգան, որովհետեւ այդքան գիտակ տղամարդկանց ղեկավարելը բավականին բարդ գործ է։ Կշարունակենք կարճատև դադարից հետո անպայման։ Մարդկային գործոնի եթերում քննարկում ենք ամենակարևոր մարդկային հատկություններից մեկի ամենակարևորի մասին, թերևս ինտելեկտն է այսօրվա հիմնական հերոսը եւ իհարկե ինտելեկտուալ հեռուստախաղը ինչ որտեղ երբ։ Այդ 3 հարցը կարելի է տալ հավերժ եւ պատասխանները չեն գտնի, բայց ես ավելի կոնկրետ հարց եմ ուզում տալ Հայկ ձեզ։ Դուք խաղում եք Իլենա Պատանինայի թիմում, այս անգամ Մոսկվայում, ես նայում էի, որքան էի հուզվում, տեսնում էի, սակայն ձեր թիմի ավակն եք դուք ինքներդ։ Դժվար չէր այդ փոփոխությունը թիմի ավակից, որը ունի պատասխանատվությունների այլ շրջանակ եւ
հիմնական խաղում եք հենց Հայաստանի Հանրապետությունում զգալով ձեր ուժը հողի եւ խաղալ արդեն Ռուսաստանի այդ մեծության մեջ ոչ միայն ռուսերենի բարդությունը, այլև այդ հարցերի, այդ միջավայրի փոփոխության։ Սկզբից նշեմ, որ իրոք այստեղ ես միայն ավակի դերում եմ հանդես եկել Հայաստանում, ինչ որտեղ երբում, բայց ի սկզբանե երբ սկսել եմ խաղալ այս խաղը դեռ 2002 թվականին, սկսել եմ որպես սովորական թիմի անդամ, իհարկե այնտեղ դերերը բավականին տարանջատված են, ավակը մի գործառույթ է կատարում, մնացած խաղացողները այլ, բայց դա այդքան էլ բարդ չէր, երբ որ դու գիտես, թե շարքային թիմի անդամից ինչ է պահանջում ու դու երկար տարիներ խաղացել ես, չնայած դա հեռուստատեսային չի եղել, սպորտային եղել, բայց բոլոր դեպքերում այնքան բարդ չի, որ լինի թվա անհնար, հա։ Բայց բոլոր դեպքերում իհարկե կային նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել անպայման, որ դու այսօր այստեղ ավակ ես, ավելի շատ ընկալում ես տարբերակներ, լսում ես եւ փորձում ես ինչ-որ մեկ ճիշտ պատասխան ընտրել, այնտեղ ավելի շատ պետք է ակտիվ լինես, ավելի շատ դու տարբերակներ ստեղծես, ասես, արդեն ավակը կորոշի այնտեղ։ Այսինքն այս նրբությունը պետք էր հաշվի առնել։ Մյուս տարբերությունը իհարկե այն է, որ թիմը ստեղծվում է նոր, թիմի անդամները դեռ այնքան իրար ծանոթ չեն խաղային առումով, անհատապես։ Այո, բայց իմ կարծիքով մեր մոտ ստացվեց ստեղծել մի լավ միջավայր, չնայած տարբեր մշակույթներից էին թիմի անդամները, տարբեր երկրներից, որը մեզ ավելի շատ ոնց որ մոտիկացրեց իրար Եվ մի քանի օր ես նույնիսկ ասեմ, որ խաղից առաջ միասին ենք ապրել, միասին հաց ենք կերել, միասին պարապել ենք եւ այլն եւ այլն։ Եվ դա բավականին շատ օգնեց մեր թիմին։ Թե խաղը ոնց ստացվեց, դա իհարկե խաղի վրա չի գալիս, հա, բավականին դրամատիկ էր, ինձ թվում է ստացվեց, բայց իհարկե կաշխատենք, եթե ապագա հնարավորություններ լինի խաղալու, որ արդյունքը ավելի դրական լինի։ Շնորհակալություն, վերադառնանք մեր հայկական իրականություն, հարցերը շատ են։ Գալիս են հեռուստադիտողներից բազմահազար հարցեր, որոնք են առաջնային հարցերը, ինչպիսի հարցեր են հիմնականում նախընտրում մեր հեռուստադիտողները։ Մեր հեռուստադիտողները, քանի որ իրոք արդեն նշեցինք դրա մասին, որ կա մեծ հետաքրքրություն խաղի հանդեպ, երբեմն ուղղակի առաջին պատահած ինֆորմացիան, որ իրենց գրավել է, որը ինչ որ առումով հետաքրքրություն է առաջացրել իրենց մոտ, փորձում են ուղարկել, մոռանալով խաղի ձևաչափի մասին, մոռանալով, որ իրենք հարցնում են մի բան, որը հիմնված է կոնկրետ գիտելիքների վրա, ուզում են օրինակ գիտակներից տեղեկանալ, թե ավարայրի ճակատամարտը որ թվականին է ստեղծվել, Բարսելոնա ֆուտբոլային ակումբը որ թվականին է հիմնադրվել եւ այլն, Նման հարցեր իմիջայլոց շատ են, ես հիմա տոկոսային հարաբերությունով չեմ ուզում ասել, բայց օգտվելով առիթից եւս մեկ անգամ դիմում եմ մեր հեռուստադիտողներին, որ խնդրելով ուղարկեք իհարկե, մենք սպասում ենք ձեր հարցերին, բայց խնդրում ենք նմանատիպ հարցեր, որը վերաբերվում է կոնկրետ ամսաթվերի, կոնկրետ ինչ-որ դեպքերի, դեպքեր կան շատ զավեշտալի, որ քիչ է մնում իրենց հարևանի անունը հարցնեն, այսպիսի դեպքեր են լինում։ Ես խնդրում եմ, որպեսզի հարցերը լինի, մենք իհարկե անպայման չի, որ դուք ձևակերպեք, մեր խմբագիրները շատ լավ աշխատում են, ձևակերպում են, բայց այնտեղ պետք է լինի ոչ մի գիտակ պարտավոր չի իմանալ ամեն ինչ, եւ դա հնարավոր չէ իմանալ այդ ամեն ինչը, բայց յուրաքանչյուր հարցի հիմնվելով ընդհանուր բազայի վրա կարելի է գտնել բանալին, հա, պետք է ինչ-որ մի բանից կարողանան կպնել։ Բայց մի բան ասեմ, 75 թվականից հնչում են հարցեր, բազմահազար հարցեր, հա, միլիոնավոր հարցեր, երևի հաշվից կարելի է ընկնել արդեն։ Միթե մնացել են նոր հարցեր։ Մնացել են, որովհետև աշխարհը շարունակում է զարգանալ, կան նոր հայտնագործություններ, որոնց մասին կարելի է հետաքրքրվել, նոր երևույթներ, որոնք ինչ-որ կերպ անվանվել են եւ պարունակում են իրենց մեջ ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիա։ Այս ամենի վերաբերյալ հենց հեռուստադիտողները ուղղում են մեզ իրենց հարցերը։ Մեր գործը հեշտանում է այն առումով, որ կան բազաներ, դա լինի սպորտային, ինչ-որտեղ երբի վերաբերյալ լինի հեռուստատեսային եւ բնականաբար մենք երբեք չենք հնչեցնում որևէ հարց, որը արդեն իսկ ինչ-որ հնչած լինի։ Նույնիսկ եթե դա լինի մրցաշար, որը չգիտեմ 95 թվականին անցկացվել է Ուկրաինայում։ Մենք այդ ամեն ինչը ստուգում ենք, որպեսզի այն ինչ որ հնչի մեր եթերում, հնչի առաջին անգամ ընդհանուր ինչ որտեղ երբի տիրույթը հաշվի առնելով։ Շնորհակալություն, Վան Միսակ։ Որպես հեռուստադիտող ավելացնեմ, լավ հարց կազմել ինքը ստեղծագործության նման մի բան է։ Երբ արդեն մտնում ես այդ ինչ որտեղ երբ աշխարհի մեջ,
դու կենցաղում, ինտերնետում, գիրք կարդալիս, ֆիլմ դիտելիս արդեն ենթագիտակցորեն փնտրում ես միտեղ պարադոքս։ Փորձում ես կապել իրար, կարծես իրար հետ չկապված երևույթներ եւ արդյունքում մուսատ գալիս է եւ ծնվում է հարց։ Ինքս ռոմանտիկ եք դուք ինքս 3 հարց եմ ուղարկել խաղին եւ 3 հարցին էլ չեն պատասխանել գիտակները ու ասեմ, որ այդ 3 անգամներից ոչ մեկում շեշտը չեմ դրել նրա վրա, որ հարցի բարդության հաշվին հաղթեմ։ Պարզապես հենց զգում էի, որ կա այդ պարադոքսը, այդ գեղեցկությունը, հարցը ձևակերպում էի ու արդյունքում ստացվում էր հաջողություն։ Միսակ, երբ առաջին անգամ ուղարկել եք հարցը, անմիջապես արձագանք ստացել եք խմբագիրների կողմից։ Ոչ, խաղի ժամանակ եմ դիտել, տեսա այդ սևաշխի մասին հարցը 2 խաղերին դրվել է սեղանին եւ Գայլուկը չի ընտրել իրան։ Գայլուկը մի բան գիտեր, որ խաղին պետք է ընտրեր։ Այդ միստիկան առեղծվածը միգուցե եւ նպաստեց դրան, որ ինքը ընկավ ֆինալ իմ հարցը եւ ֆինալում արդեն դարձավ լավագույն հարց։ Իդեպ մի բան էլ ասեմ, կապված Գայլուկը մի բան գիտեր արտահայտության հետ, պարոն Քոչարյանն էլ կհավաստի, որ ինչ որտեղ երբ վաղուց դադարել է պարզապես խաղ կամ հերոստանախագիծ լինելուց, դա դարձել է մի ինքնուրույն աշխարհ իր գրված չգրված օրենքներով եւ իր առեղծվածներով ու միստիկայով, թե ռուսական խաղերին, թե հայկական խաղերին մենք շատ զարմանալի զուգադիպություններ ենք տեսել։ Իմ մոտ օրինակ 2 դեպք է տպավորված, երբ խաղում էր Հայ Ղազազյանենց թիմը, ուրեմն այդ խաղաշրջանի նախընտրական խաղի առաջին հարցը ծովափնյա հանգստի մասին էր, ավազ, ծով, արև եւ այլն, եւ այդ խաղաշրջանում իրենց թիմը հաղթեց եւ իրենք որպես մրցանակ գնացին ծովափ հանգստանալու։ Մեր հովանավորների կողմից տրված էր, դա պարզապես չգնացին։ Բայց ընթացքում, բայց դա նախորոք որոշված չէր, ընթացքում բան եղավ։ Իմպրովիզ։ Եվ այդ միստիկան իրոք կա, նախ ես ասեմ, որ մենք երբեք հարցը ստանալուց չենք կապնվում հեռուստադիտողների հետ։ Հեռուստադիտողները իմանում են իրենց հարցը ընտրվել է թե չէ, միայն հեռուստախաղից։ Մենք դա բազմիցս ասում ենք, պարզապես եթե ինչ-որ հարցեր կա ճշտելու, երբ փոխվում է մի փոքր հարցը, չէ, երբ մի փոքր խմբագրվում է եւ կարող է փոխվել, մենք զանգում զգուշացնում ենք, որ ձեր հարցը այսպես է հնչելու։ Եթե ուզում եք, մենք դնենք սեղանին, եթե չէ, եթե հեռուստադիտողը համաձայն չէ, մենք իրավունք չունենք դնել փոխված հարցը, բայց այդ դեպքում ընդհանրապես չենք դնի հարցը։ Իսկ ինչ վերաբերվում է միստիկային, ես ասեմ նման մի բան էլ եղել է, դա ձմեռային եթերաշրջան էր, սկսվել է հաղորդումը Ղարաբաղի տատիկ պապիկի մասին հարցով, ավարտվել է տորթով։ Հարցը եղել է տորթի մասին, տորթը ընդ որում մեր կուլիսների հետևում էր, պատասխանեցին, հեռուստադիտողը անձամբ բերել էր այդ տորթը, դա նոր տարվա եզրափակիչ խաղն էր, այսինքն։ Այսպիսի միստիկաներ շատ-շատ ա լինում։ Ամփոփում ենք արդեն։ հաղթեց։ Ինչպես ինչ որտեղ երբի ժամանակ, այնպես էլ մարդկային գործոնի եթերի ժամանակը շատ սահմանափակ է եւ ես չեմ կարող ձեզ տալ նաեւ մի րոպե, այնպես որ սկսենք ամփոփելով։ Հայկ, ընդամենը մի քանի օրից ձեր խաղն է նույնքան պատասխանատու, նույնքան հուզիչ եւ միստիկ վստահ եմ։ Ինչ եք մաղթում ձեր խաղընկերներին եւ ինչպիսի սպասումներ ունեք։ Բնականաբար սպասումները միայն եզրափակիչ դուրս գալն է, մեր միակ նպատակը ցանկացած եթերաշրջանը միայն դա է։ Մասնակցություն միայն հաղթանակի համար։ Այո, պարապում ենք, պատրաստվում ենք լավագույն արդյունքի եւ հույս ունեմ այդպես էլ կլինի։ Ո՞նց եք պարապում, Հայկ։ Ուրեմն պարապում ենք շատ հասարակ ձևով, շաբաթական երբի մեկ անգամ հիմնականում փորձում ենք գտնել այլ հեռուստատեսային նախագծերից հարցեր, նույն տարբեր երկրներից, ինչ որտեղ երբից, որոնք մենք չենք խաղացել, որոնցից ոչ ոք տեղյակ չի, ինչ որ մեկը մեզանից կարդում է, եւ մենք փորձում ենք նույն ձև մտածել։ Այդ ընթացքում մենք տեսնում ենք ինչ որ թերություններ, ինչ որ մեկը ակտիվ չէ, ինչ որ մեկը նույն տարբերակի վրա է կախվել եւ չի կարողանում այլ բաներ գեներացնել եւ փորձում ենք շտկել այդ թերությունները։ Հույսով եմ խաղի ժամանակ այդ թերությունները ի հայտ չեն գա։ Շնորհակալություն։ Լիկա, ամփոփելով։ Ամփոփել չի ստացվում, սա շարունակական process է։ Մենք ուղղակի սպասումների մեջ ենք միշտ անընդհատ սեզոնից սեզոն, նորից սպասում ենք հաջորդ սեզոնի, դիտարժան խաղ, հուզմունք, նավս, որովհետև կա մի շատ կարևոր կանոն այդ խաղի մեջ, եզրափակիչ է դուրս գալիս այն թիմը, ով վերջինը կրում է կամ բարձրագույն հաշվով, կամ նույն հաշվով, բայց
երկրորդ վերջինն է խաղացել։ Գուցե հաշիվը նույնը, բայց եթե թիմը վերջինն է խաղացել, ուրեմն նա է դուրս գալիս եզրափակիչ։ Այդ նրբությունն էլ է հաշվի առնում, դրա համար գործում է երբեմն նավսը։ Հասկացա։ Միսակ, ունեք արդեն պատրաստած նոր հարցեր։ Իհարկե, պարզապես Ես արդեն վախենում եմ։ Պարզապես բանը նրանում է, որ ըստ կանոնների, եթե դու խաղացել ես գիտակի կարգավիճակում, անձամբ այլևս հարց իրավունք չունես ուղարկել, բայց օգնության են գալիս քույրիկը, կինս։ Այսպիսի փոքրիկ խախտումները միշտ ներելի են։ Այո։ Շնորհակալություն Միսակ, շարունակեք ուղարկել ձեր հարցերը։ Տիգրան, ինչ խաղ է սպասվում մեզ առաջիկայում։ Առաջիկա մեզ լավ խաղեր են սպասում, ես ասացի լավ սուրպրիզներ են նաև սպասում, որովհետև ես էլ եմ ասում արագացված տեմպերով գործընթացը գնում է։ Ես ուղղակի բոլորին կուզենայի հեռուստադիտողներին ասեմ, որ Երևանում գործում է ակումբը, եթե դուք ուզում եք, որ ձեր երեխաները մասնակցեն, կարող եք կապնվել իմ հետ, Քոչարյան Կարենի հետ, Facebook-ով ամենահեշտ տարբերակը, հա, որտեղ Տիգրան Քոչարյան Փիղ, Կարեն Սանչ, այդպես ավելի հեշտ կգտնեք Կարեն Քոչարյան Սանչ։ Ես էլ եմ հայերենով էլ ռուսերենով։ Բացի նրանից, որ կա հնարավորություն հեռուստա էկրանին երևալու, նաև կա հնարավորություն գիտելիքները ամրապնդել եւ հետաքրքիր շփման աշխարհ գտնել։ Ես վստահ եմ, որ ծնողներին այսօր շատ է հետաքրքիր ինտելեկտի աշխարհը եւ մենք տեսնում ենք հրաշալի օրինակ հենց ամենախելացի նախընտրականից մինչեւ այդ խաղը եւ ինչ որտեղ երբի երիտասարդական թիմերի փաստն էլ այդ թվում։ Վահան։ Ես լիկայի գաղափարը շատ հավանեցի, չի ցանկանա ամփոփել, կուզենայի, որ այս ամենը ձգվի ինչքան հնարավոր է երկար։ Ինչ վերաբերում է ինչ որտեղ երբին, որպես եզրափակիչ խոսք, արդեն պարոն Քոչարյանը նշեց, որ առաջին անգամ այս տարի մենք նաև ամառային եթերաշրջանով ենք եթեր դուրս գալիս, մի քանի օրից կլինի խաղ, որի սահմաններում հեռուստադիտողի դեմ հանդես կգա Հայկ Ղազազյանի թիմը, այս պայմանությամբ լավագույն արդյունքը ցուցաբերել է Տիգրան Քոչարյանի թիմը, հայկենք բավականին լավ հնարավորություն ունեն հաղթանակի դեպքում եզրափակիչ դուրս գալու։ Ես ուզում եի հասկանալ լավսի գործոնն է, թե ոչ։ Ուզում եմ ուղղակի հեռուստադիտողին կոչանել, հետևել, որովհետև իրոք հետաքրքիր է լինելու։ Շնորհակալություն Վահան։ Կարեն, ամփոփելով խնդրում եմ նաև ասացեք արծվի պահը, հա, ինչպես է հասունացել, որովհետև ռուսաց տարբերակում բուն է։ Խաղը արտոնագրային է եւ այդ արտոնագիրը ձեռք ենք բերում ռուսական ինչ որտեղ երբի փաստորեն, հա, հեղինակներից եւ արտոնագիրը տրամադրելուց մեզ ասեցին, որ չի կարող լինել բյուրեղապակյա բու, հա, եւ մենք սկզբից փորձեցինք բյուրեղապակյա արծիվ ստանալ, չստացանք, ինքը ավելի շատ նմանվեց ինչ-որ հավի, դրա համար որոշեցինք անել մարմար է արծիվ, արծիվը ավելի հայկական այդ մենտալիտետին ավելի մոտիկ է, մեր թռչունն է, Մենք ենք ստեղծել արծվին։ Մենք չենք ստեղծել, բայց հայկական բարձրավանդակում կա եւ մեր իմիջայլոց զինանշանի վրա էլ կա։ Որոշեցինք արծիվ եւ մարմարյան ավելի հետաքրքիր ստացվեց դրա համար։ Միայն պատճառը դա էր, ինչ վերաբերվում է խաղին, ես բոլորին եմ ուզում եմ բոլորից շնորհակալություն հայտնել եւ հեռուստադիտողներին եւ այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են մեր կողքին, փորձել են կայացնել։ Իմիջայլոց հրավիրում եմ մեր երեխաներին ամենախելացի աշնանային խաղերի նկարահանումներին, որովհետև շատ էին հետաքրքրվում ընթացքում, որովհետև գիտեմ նրանցից շատերը խաղում են նաև ինչ որտեղ երբ իրենց դպրոցներում եւ մի փոքր, հա, այսպես ասած անակնկալի մասին էլ ես ասեմ, որ Տիգրանը ասեց հաղորդման սկզբում, որ Գյումրիում կար, Գյումրիում ոչ միայն կար այդ թիմը, Գյումրիի թիմը միութենական այն ժամանակ, այդ ԱՊՀ շրջանի բանում Brain Ring-ում դարձավ հաղթող Գյումրիի թիմը, Շանթ Գրիգորյանի թիմը, որտեղ խաղում էր Սուրենը Մանուկյանը, Արմենը Մկրտչյան։ Մի խոսքով մենք ունենք անակնկալ այս տարի այդ հաղթանակի 20-ամյակները։ Մենք ուզում ենք, որ այդ թիմը, եթե հնարավոր է վերականգնված կազմով մասնակցի, իհարկե արտամրցութային, որովհետև նրանք ծվրված են աշխարհով մեկ թիմի անդամները, բայց գոնե մեկ անգամ հավաքվեն եւ խաղան արդեն մեր խաղի շրջանում։ Լավ հոբելյանական ինչ որտեղ երբ կդառնա։ Շատ լավ նախաձեռնություն է։ Հարգելի հեռուստադիտող, մեզ համար միշտ հեշտ է նստել բազմոցին, նայել հարցերը, արագ գուշակել ու բոլորին փչացնել ասելով, թե լավ նրանք չգիտեն։ Իրականում գիտելիքը կաթիլ է։
ամեն գիտելիք մի կաթիլ է, սակայն երբ կարողանում ես հավաքագրել ու հավաքել, ժողովել ամբողջ այդ կաթիլների հզոր բազմությունը, դառնում է օվկիանոս։ Մենք չունենք ծով, բայց մենք կարող ենք ունենալ գիտելիքի օվկիանոս, ինչու ոչ։ Եվ թող դրա մեջ մի կաթիլ, բայց կարևոր կաթիլ էլ լինեն հենց այսպիսի ինտելեկտուալ հեռուստախաղերը։ Ես ի սրտե ձեզ մեզ մաղթում եմ մշտական ներկայություն, ոչ միայն հեռուստատեսային տարբերակով, այլև սպորտային, եւ թող մեր փոքրիկները մանկուց սկսեն սովորել ու նայել ինտելեկտուալ հեռուստախաղեր եւ մասնավորապես ինչ որտեղ երբ։ Իմացեք հարցերի բոլոր պատասխանները հետագայում կյանքում դրանք շատ պետք են գալիս։ Իսկ մենք հուսով եմ կրկին կհանդիպենք մարդկային գործոնի եթերում որևէ այլ հետաքրքիր լավ առիթով։ Բարի երթ։